Սիրելի ժողովուրդ, Ամանորի շնորհավորանքները մենք միշտ սովոր էինք շատ ուրախ եւ հպարտ ձևով ներկայացնել։ Ցավում եմ, որ այս պահին մենք այն հաջողությունները չենք ունեցել, որով ոգևորված շարունակեինք նոր տարվա ընթացքում։ Ուստի ես ուզում եմ, որպեսզի այս նոր տարին 2026-ը, որը իսկապես ճակատագրական է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, ամբողջ մեր ազգի համար, մենք ցուցաբերենք մեր բարձր գիտակցությունը, հասկանանք, որ պահպանում ենք եւ պաշտպանում ենք մեր արժե համակարգը, որը եկել է դարերի ընթացքում, եւ մենք պարտավոր ենք ապագա սերունդների առաջ Հայաստան պետությունը որպես անկախ, որպես սուվերեն պետություն պահպանել, որը հպարտ կլինի իր ամբողջական, ազգային ամբողջական իր հարստությամբ։ Եվ այդ պարագայում է, որ մենք կարող ենք նորից հարգանք վայելենք օտարի մոտ։ Մենք կարող ենք մեր տեղը եւ ամենագլխավորը մեր գլուխը բարձր պահենք, որ հայ ազգը, այո, բոլոր քաղաքակիրթ երկրների եւ քաղաքակիրթ ժողովուրդների մեջ ունի իր ուրույն տեղը, որի իր միսիան լրիվ այլ է, ոչ թե այն, ինչ որ հիմա է իրականացվում։ Ես ուզում եմ մեզ բոլորիս մաղթեմ, իհարկե առաջին հերթին առողջություն, ես ուզում եմ բոլորիս մաղթեմ քաջ գիտակցություն, որ նրանք, ովքեր դեմ են գնում ազգային մտածելակերպին, նրանք, ովքեր որ չեն հասկանում, թե ինչ են անում, եթե այդպես է, ապա նրանց դեմը պետք է առնել եւ թույլ չտալ, որպեսզի նրանք վերարտադրվեն։ Եվ դրա համար 26 թվականի հատկապես ընտրությունները եւ հատկապես այն, ինչ որ լինելու է ընթացքում, ունեն իրենց մեծագույն նշանակությունը եւ մենք բոլորս պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ որ կատարվելու է 26 թվականին հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի եւ մեր ամբողջ պետության համար։ Եվ դա իմ ամենակարևոր մաղթանքն է, որ մենք միասին կարողանանք լուծել բոլոր այն հարցերը, որոնք այսօր դարձել են մեզ համար հիմնախնդիրներ։ Լինի հայկական, ցեղասպանության խնդիրը պետք է շարունակի այնքան ժամանակ ճանաչվի, քանի դեռ չի ճանաչվել Թուրքիայի կողմից, մեր գերիները պարտադիր պետք է վերադառնան Հայաստան, Բաքվից ազատագրվեն, մենք պետք է կարողանանք մեր երկրի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը զարգացնենք, մեր անվտանգությունը ապահովենք եւ իհարկե շատ ավելի լուրջ խնդիրներ կան մեր առջեւ դրված։ Այնպես որ շնորհավորում եմ նոր տարվա գալիքը եւ նորից կրկնում եմ, մաղթում եմ մեզ միասնություն։